Ողջույն հարգելի խոյեր, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար, տեսնենք թե բոլորիս ինչ է սպասվելու, իհարկե ովքեր որ խոյ են, տեսնենք ինչ է սպասվելու մայիս ամսվա ընթացքում, իհարկե հիմա մի փոքր ուշ եմ տեղադրում, այսինքն այսօր դեռ որ ես անում եմ ամսի 24-ն է և այսուհետ ավելի շուտ է լինելու, հնարավոր է մի փոքր շուտ սպասեք ամեն ամսվա սկիզբ և եթե բաժանորդագրված չեք կարող բաժանորդագրվել հենց սեղմել զանգակ կոճակը որպեսզի որևիցե տեսանյութ բաց չթողնեք որ այն ձեզ գա այն կարողանաք տեսնել ամենաառաջիններից որովհետև միշտ չէ որ կիսվում եմ Facebook-ով և դրա համար դուք կարող եք չիմանալ Հիմար եթե զանգակը լինի, ձեզ անպայման հեռախոսի վերևում կարող է գալ, երբ որ մտնում եք YouTube այնտեղ զանգակ կոճակն է և երբ որ մտնում եք այնտեղ բոլորի տեսանյութները կան, թե ով ինչ է գցել, և այդպես կարողանաք տեսնել։ Ուրեմն, այս մյուս քարտերը մեզ կօգնեն, սա դնում եմ հիմա մի կողմ, որովհետև սա միայն մեզ օգնության համար է հարկավոր, ուրիշ ոչինչ։ Եթե լարված քարտ լինի, որ տեսնենք ինչ է ուզում ասած լինի այդ լարված քարտը։ Ահա, տեսնենք ինչ է ձեզ սպասվում։ Եվ եթե դուք ասցենդենտով խոյ եք, կամ նաև լուսնայինով ևս կարող եք իհարկե նայել։ Սա բոլորին է վերաբերվում, և ասցենդենտ, և լուսնային։ Ահա, ինչ է սպասվում խոյերին մայիս ամսին։ Հետո կստուգեմ երևում ամբողջ քարտերը, թե ոչ։ Այսպես տեղադրեմ։ Հուսով եմ երևում այն ուսումնասիրեմ։ Ահա, հիմա արդեն շատ լավ է։ Հաջորդին մի փոքր արդեն ուշադրություն կդարձնեմ, գծեր կքաշեմ, որպեսզի ամբողջը երևա, այլ այսքան խնդիրների մեջ չհայտնվենք։ Ուրեմն, առաջինը դա ինչպես կզգաք դուք ձեր առօրյայում, ինչպեսի տրամադրությամբ կմտնեք մայիս ամիսը։ Մայիս ամիսը ընդհանրապես ձեզ ասում է, որ ժամանակն է սկսել, և այստեղ քարտերը նայելուց ես հասկանում եմ, որ հիանալի ամիս է ձեզ համար, ձեզ առաջինը ասեմ, հիանալի ամիս է, ճիշտ է, մի քանի բան կա, որ կաղում է, բայց ինքնին հիանալի ամիս է, սա ձեզ համար, իրոք։ Ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ժամանակն է անելու, գուցե հետաձգում եք ինչ-որ բաներ և հիմա իրոք ժամանակն է, որևիցե մի բան սկսելու ձեզ մոտ։ Կամ ինչ-որ մի բան սկսելով կմտնեք մայիս, օրինակ ոնց որ մայիսի 1-ից սա եմ անելու, մայիսի 1-ից խանութ եմ բացելու և այլն, ինչ-որ պահեր են, որ մայիսից հենց այդպես մուտք կգործեք դեպի ինչ-որ նոր բան։ Եվ եթե ինչ-որ մի բան մնացել էր ապրիլ ամսին, ապա մի քաշ տվեք մայիս, ավարտեք, ժամանակ գտեք, ավարտեք, հետո նոր մտեք մայիս ամիսը։ Եվ գումարի հետ կապված ոմանք գործարք կնքեն գումարային, միգուցե վերցնում եք վարկ, գուցե ինչ-որ ներմուծում եք կատարում, ներմուծում նաև ինչ-որ մարդիկ կարող ներդրում են կատարում ձեր գործունեության մեջ և ձեզ գումար են այդպես փոխանցում,
իրար հետ այդպես պայմանագիր եք կնքում, գումարը մշտապես կգա, գումարի հետ կապված դուք ոչ մի խնդիր չեք ունենա ամբողջ մայիս ամսվա ընթացքում, պետք չի անհանգստանալ, որովհետև ոնց որ կաշխատեք և անընդհատ կստանաք, եթե պատվերով եք աշխատում, եթե ինչ-որ մեկ այլ ձև, ապա այդ շրջանառությունը անպայման ձեզ մոտ կլինի, նաև ձեր ռեսուրսները բարձր կլինեն, նաև ուրիշ ձև կնայեք ամեն ինչին, ձեր կյանքին, ձեր գործունեությանը, ձեր անցկացրած ժամանակին, թե ինչի վրա եք ընդհանրապես ժամանակ վատնում, այդ ամենը մի հատ կհասկանաք միշտ նույն դիրքում եք, թե փոխում եք ձեզ, թե պտտվում եք միշտ նույն անիվի մեջ։ Ձեր քույրը, եղբայրը ձեզ բավականին շատ կուրախացնեն, միգուցե այնպիսի մի տեղեկատվություն են ձեզ ասում, որ իրոք բարձրանում է ձեր տրամադրությունը, ձեզ էներգիա կտան, ձեզ խորհուրդներ կտան լավ, որ դուք կարողանաք ինչ-որ բաներ առաջ տանել ձեր կյանքում, այդ ամսվա ընթացքում, միգուցե ինչ-որ մի բան կասկածում եք, որտեղ վախեր ունեք, ես տեսնում եմ, և դրա համար իրենք կարող են ձեզ օգնել։ Կարող եք հայտնվել նաև մայիս ամսում այնպիսի մի շրջապատի մեջ, որ կամ շրջապատը շատ այդպես ուրախ, զվարթ մարդիկ կլինեն, կամ մի տեսակ այդ շրջապատում գտնվելով միշտ դուք բարձր տրամադրություն կունենաք, կարիք չի լինի ինչ-որ մեկից նեղվելու, ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրելու, այլ ոնց որ միշտ այդ տոնուսը կա այդ շրջապատում։ Ոմանք տուն կգնեն այս ամիս, ոմանք կարող են տեղափոխվել, ոմանք տունը կարգի կբերեն, շատ հիանալի այդպես վիճակ կդարձնեն, այդպես կարող է գեներալնի ուբորկա կամ շատ լավ թանկարժեք վերանորոգում, կախված իհարկե ձեր բյուջեից, բայց ձգտումը դա կլինի, որ շատ հնարավորինը շատ գեղեցիկ լինի։ Նաև ընտանիքի անդամներից մեկը կարող է սկսել աշխատել, ուշադրություն դարձրեք ընտանիքի անդամներին, որպեսզի իրենք չհիվանդանան, ոմանք կսկսեն սովորել ընտանիքի անդամները, ձեր երեխաները, ձեր քույրը, ձեր եղբայրը, կախված է, ամուսնացած եք թե ոչ, ընտանիքը դա ունում է ընտանիք, եթե ամուսնացած եք, ուրեմն ընտանիք ասելով ես նկատի ունեմ ձեզ, ձեր ընտանիքը առանձին, ձեր ամուսնու հետ։ Եվ նաև միգուցե այստեղ գրանցեք ինչ-որ մեկին սեփականության իրավունք ձեռք բերեք, հող եք գնել, դրա իրավունքը ձեռք բերեք, տարածք եք ավելացնում, փոխում, դրա իրավունքը ձեռք բերեք, միգուցե նաև ժառանգություն ստանաք։ Ընտանիքի անդամները ևս, եթե աշխատում են, հնարավոր է նաև իրենց մոտ որևիցե մի բան փոխվի աշխատանքում, իրենց գործունեության մեջ, իրենց բիզնեսում, եթե ամուսին ունեք կամ կին, միգուցե եթե ինչ-որ տեղ է աշխատում, որտեղ հնարավոր է առաջ խաղացում, ապա առաջ խաղացում կլինի։ Նաև ոմանք կարող են գնալ հայրենիք, եթե դրսում եք ապրում, կարող եք նաև գնալ հայրենիք։ Երեխաների հետ կապված այստեղ հնարավոր է, որ եթե աղջիկ երեխա ունեք, ձեզ ծանոթացնեն ձեր իրենց երկրորդ կեսի հետ, ձեր ապագա փեսայի հետ, նաև հնարավոր է տղա երեխա ունենաք, եթե հղի եք, հավանականությունը շատ մեծ է, ես էլի խոսում եմ առանց մոմ վառելու, այդպես, որ աչքիս արդեն տեսիլքներ են գալիս, ես պետք է անպայման մոմ օգտագործեմ, կներեք, որտեղ առանց մոմի ես չեմ կարող այդպես խոսել։ Ոմանց մոտ հղիություն է սա, ոմանց մոտ տղա երեխայի ձևավորվում, եթե հղի եք արդեն հնարավորությունը շատ մեծ է, եթե հղի եք, ապա այս ամիս ևս կարող եք ունենալ երեխա և տղա երեխա լինի։ Ներ երեխաները կարող են կապված լինել որևէ տղայի հետ, միգուցե ինչ-որ գործը, ոնց որ գիտեք, որ ձեր երեխան օրինակ սովորացնում է ինչ-որ մի տղայի մի բան, կամ իր հետ է սկսել աշխատել, այդպես ինչ-որ կապ կարող է ստեղծվել այդ տղայի և ձեր երեխայի միջև։
Ոմանք կցանկանան գնան առողջության հետևել, թե ոչ, գնաք ինչ-որ վիրահատություն անել, թե ոչ, չգիտեմ, մայիսին ինչ կարգի կարող եք, եթե պլաստիկ վիրահատություն հատկապես քիթը, չգիտեմ, այդ ժամանակները կարելի է թե ոչ, ոնց որ պլաստիկի համար հատուկ ժամկետներ գոյություն ունի, բացի այն, որ լուսնայինները, գիտեմ, որ ժամկետներ գոյություն ունի։ Ոմանք կամ այդպես վիրահատություն, կամ գնաք հեռացնեք սա թե ոչ, կամ գնաք բժշկի թե ոչ, անընդհատ մայիս ամիսը ձեզ ոնց որ կտանջի այդ հարցով։ Անընդհատ կմտածեք, արդյոք արժի գնալ, գնամ թե չէ, գնամ, կարող եք նաև խորհրդակցել ձեր շրջապատի հետ, խորհրդակցել ձեր ընտանիքի անդամների հետ։ Նաև եթե հղի եք, դա կարող է լինել, որ օրինակ մտածում եք հեռացնեք թե պահեք, դա ևս։ Առողջությունը նաև պետք է ուշադրություն դարձնել ոտքերին, ձեռքերին, գուցե պետք է շատ քայլեք, գուցե արյան շրջանառությունն է և դրա համար պետք է շատ քայլեք, որպեսզի կարգավորվի այն։ Նոր սեր հնարավոր է, հարաբերությունները առաջ խաղացում նաև հնարավոր է։ Նոր սեր ևս կմտնի ձեր կյանք, բայց չեմ կարող հստակեցնել կձգվի այն երկար թե ոչ, որովհետև այն կարող է կարճ կամ հանկարծակի այն կմտնի ձեր կյանք։ Եթե ձեր սիրելին դրսում էր, հնարավոր է նաև գա։ Նաև սա կարող է լինել անսպասելի, ոչ գործարք ինչ-որ մեկի հետ, եթե գործերով եք զբաղված, հնարավոր է այդպես շատ հաճախորդներ ներխուժեն ձեր կյանք, եթե հաճախորդների հետ եք աշխատում, գործունեությունը այդպես է։ Բայց նաև հարաբերությունները առաջ կգնան, եթե խնդիր կար ընտանիքում, դա ևս առաջ կգնա, եթե միայնակ եք, հավանականությունը մեծ է, որ ինչ-որ մեկը կմտնի ձեր կյանք, և իհարկե գործնական առումով ևս։ Ոմանք այստեղ հնարավոր է ձևակերպում եք նոր վարկ, հնարավոր է ձևակերպում եք նոր բիզնես և գնում եք, լուծում եք այդ փաստաթղթային հարցերը, հնարավոր է ձեր երեխաների հետ է կապված, ձեր երեխաներին է պետք ինչ-որ փաստաթղթեր և դրա համար գնում եք լուծելու, այնտեղ դպրոցը ավարտելու հետ կապված, դպրոց տալու, մանկապարտեզ, ինչ-որ պահեր կարող են լինել, ինչ-որ բաներ ուղարկեք, հետո փաստաթղթեր ուզեն և այլն, ինչ-որ պահեր են, որոնք որ կապված են և նոր գործի հետ, և երեխաների հետ։ Եվ հնարավոր է նաև նոր բիզնեսը, նոր վարկը։ Գուցե վարկ եք ցանկանում ձևակերպել և հարկավոր կլինեն փաստաթղթերը ուսումնասիրեք։ Եվ ճամփորդելու համար հնարավոր է ճամփորդեք, հնարավոր է, բայց պետք չի շատ մարդկանց ասել, որ դուք գնում եք այստեղ այնտեղ։ Եվ պետք է մի փոքր, եթե գնում եք ճանապարհորդելու, բնականաբար իմաստությունը ձեզ շատ պետք կգա, ինչ առումով, քիչ ծախսելու կամ գրպանը իրոք շատ գումար ունենալով պետք է մարդը գնա ճամփորդելու, որովհետև եթե ուղղակի հենց այնպես թռուցիկ մարդը գնում է, կարողանա նաև հետ վերադառնա, գումար չունենա։ Բայց փորձեք չասել 4 կողմը, եթե գնալու եք հանգստանալու, ապա մի ասեք։ Այս եթե քննություններ ունեք, դիպլոմ պետք է ստանաք, եթե այդ քննությունը հանձնելու եք ինչ-որ մեկի մոտ, որ այդքան է ձեզ չի սիրում, այնպես արեք, որ սիրտը գրավեք։ Մի ուրիշ բանով, իմացեք ինքը ինչ է սիրում, այդպես սիրտը գրավեք, որովհետև որ ցածր չգնահատի։ Ես հիմա ինչ ասում եմ զարմանում եմ, բայց իրոք, նման մարդկանց իրոք այդպես պետք է անես։ Եթե դասախոսը կամ դասատուն քեզ չեն սիրում, անհնարին է նրանք քեզ բարձր գնահատական տան, այդպես է։ Ինչքան էլ ուզում է լավ պատասխանա, դե համար իրենց պետք է տամարը մտնես, որ կարողանաս ունենալ։ Ոմանք այստեղ կարող են հավելյալ բաներ սովորել, օրինակ լեզուներ կարող եք սովորել այստեղ, մի փոքր ավելի հասունանալու համար, միգուցե ինչ-որ հետաքրքիր բաներ սկսեք լսել մայիսին, օրինակ ինչ-որ մի բանը, որը կապված է հոգևորի հետ, որը կապված է ուրիշի մշակույթի հետ, ոնց որ ավելի
խելացի լինելու համար, ավելի գիտելիքները լցնելու համար, մի տեսակ որ ավելի մարդը իմաստուն դառնա, դրա համար է պետք։ Բիզնեսի հետ կապված պետք է հասկանաք, նաև աշխատանքի հետ կապված, որ հնարավոր է դանդաղ է առաջ գնում, կարիերան դանդաղ է առաջ գնում, բիզնեսը դանդաղ է առաջ գնում, բայց պետք է հասկանաք, որ ինքը ամուր է, մխրճվում եւ պետք չի անհանգստանալ, որ ինչ-որ մի բան ավելի լավ է, որ ամրանաք այդ աշխատանքի վայրում, պնդանա ձեր բիզնեսը, ձեր կարիերան, որ հասկանան դուք ով եք, հետո նոր ինքը քիչ-քիչ առաջ գնա։ Մի անհանգստացեք բացարձակապես աշխատանքի հետ կապված։ Ոչինչ, նա դանդաղ է գնում, բայց հստակ բարձրանում է առաջ։ Նույնն էլ բիզնեսը, բացարձակապես պետք չի անհանգստանալ։ Եթե օգնության կարիք կունենաք այս ամիս, ապա ֆինանսապես հատկապես ձեզ կաջակցեն, միգուցե ձեր ընկերները, միգուցե մեկ այլ մարդիկ, եւ այն արդյունքները, այն դիրքը, որ ուզում եք ունենալ, ոնց որ մարդը այդպես երազում էր ունենալ լավ արդյունքներ ֆինանսապես, ապա այս ամիս հավանականությունը շատ մեծ է։ Միայն ավելորդ ծախսեր որ չանեք, կամ եթե ուզում եք հասնել ֆինանսապես այն աստիճանի կամ գումար հետ գցել հավաքել, որ օրինակ մայիսին սա անեք, ապա դուք կկարողանաք հասնել այդ աստիճանի, կկարողանաք հավաքել գումար, կկարողանաք ունենալ այնինչ, որ ուզում եք։ Եվ եթե աջակցություն լինի, ապա ձեր ընկերները ձեզ կաջակցեն։ Նաև նոր ընկերներ կարող եք ձեռք բերել, ովքեր որ ֆինանսապես ավելի ապահովված են։ Եվ իրենց հետ նաև այստեղ եւս կան, ինչ որ դետալներ, որ ձեր մակարդակը եւս կբարձրանա ըստ իրանց, ըստ ձեր շրջապատի, ըստ որովհետեւ դուք եւս ոնց որ կուզենաք զարգանաք մի տեսակ եւ հասնեք միգուցե իրենց չափին, իրենց դիրքին։ Եվ դրա հետ մեկտեղ կարող եք հանդիսան կանալ սովորել ավելի ինչ-որ բաներ ձեռք բերել, կրթություն ստանալ, թեկուզ կարճ, թեկուզ YouTube-ից, թեկուզ ինչ-որ մի տեղից, հավելյալ ինչ-որ կրթություն, որ հասնեք իրենց, նոտև ինչ-որ դիրք կարող են ունենալ իրենք։ Իսկ վախերը ունեք, այո, ունեք, վախերել ունեք, հնարավոր է գաղտնիքներել ունեք, խնդիրները կարող է գալիս են նրանից միայն այն պատճառով, որ չգիտեք դիմացի ինչ է սպասվում, գաղտնիքի պատճառով դա կարող է լինել խնդիրը, եւ ոնց որ ասում եմ, մութ տեղը առաջ շարժվելով, այսինքն չգիտես քեզ ինչ է սպասվում, բայց դու մտնում ես դրա մեջ եւ դա կարող է քեզ խնդիրներ բերեն։ Միայն դա է, որ կարող է խնդիրներ ստեղծել ձեզ մոտ։ Վախեր կան, կլինեն։ Գուցե ինչ-որ շատ կարևոր գաղտնիք ունեք, որ ուզում եք փակի տակ պահեք եւ չբացահայտվի, բայց պետք է ուշադիր լինել, որովհետեւ հավանականությունը մեծ է, որ կբացահայտվի։ Ես ուզում եմ տեսնել դա, կբացահայտվի թե ոչ։ Հնարավոր է, եթե դուք գաղտնիքը ասել եք մի քանի մարդու, այսինքն այդ գաղտնիքը կարող է տարածվել։ Միգուցե դրա համար ինչ-որ վախեր կան։ Վախեր կարող են լինել ինչ-որ մի բան սկսելու համար։ Օրինակ վարկ եք ուզում ձևակերպեք այստեղ։ Նաև առողջության հետ դա կարող է կապված լինել։ Աշխատանքի հետ, որտեղ ինչ-որ բան դանդաղ է առաջ գնում եւ վախեր կան ձեզ մոտ, միգուցե հանեն, միգուցե սա բայց չես, ոնց որ ավելի եք ամրապնդվում, ոչ թե հանելու այստեղ խնդիր կա։ Այնպես որ հիանալի ամիս է ձեզ համար, հիանալի, վախեր բոլորի մոտ կա, ես ասել եմ, եթե կա վախ, վերցնում եք վախերը, դնում եք մի արկղի մեջ եւ տանում եք նետում, աղբար կղը։ Եվ նա ընդմիշտ հեռանում է։ Եթե կարող եք գտնել վախին, եթե կարող եք գտնել, վերցրեք եւ տարեք, դա ձեր ներսում է եւ դուք պետք է կարողանաք ինքներդ ձեզ փոխել եւ հանել, դա կամքի ուժ է պետք։ Եվ ինչ-որ բաներ ձեզ համար ուղղակի այս ամիսը հնարավոր է անհասկանալի լինեն եւ դրա համար կարող է լինել այդ վախերը, որովհետեւ ինչ-որ մի բանը դիմացը չի երևում եւ դուք չգիտեք հստակ, մարդը որ հստակ ինչ-որ մի բան է տեսնում ապագայում, թեկուզ մի 3 օր առաջ, 3 օր չէ, 3 օր հետո ինչ կարող է լինել,
ավելի հստակ է ապրում այդ 3 օրը։ Եկեք ճիշտ ասենք, եթե գիտեք օրինակ այնտեղ դրած է 100,000 դրամ, գիտեք որ ապրելու եք, հա 100,000 ձեզ քերի օրինակ, հից 20 օր, 10 օր, լավ, 1 ամիս, դուք հստակ ավելի վստահ եք սկսում ապրել այդ 1 ամիսը։ Բայց եթե չգիտեք ձեր դիմացի ինչ կա, դուք սկսում եք վախենալ։ Ու կապ չունի դա գումարը։ Գուցե հարաբերությունների հետ է կապված, գուցե գաղտնի սիրավեպ է սա։ Գաղտնի սիրավեպ է։ Իդեպ նշեմ, որ հավանական է, որ իրոք ճամփորդեք, միգուցե մայիսի վերջ արդեն, ոչ թե մայիսի սկիզբ, դա կարող է ճամփորդեք, միգուցե վախեր ունեք հենց տեղափոխվեք մեկ այլ երկիր։ Դրանից է կարող լինել։ Այսքանը Եվ այստեղ գումարները մի քիչ շատ է շոշափվում գումարային հարցերում եւ ես պետք է լինեք շատ մաքուր, որտեղ այնտեղ քարտ կա, որ ինձ դուր չի գալիս եւ որպեսի խնդիրներ չառաջանան ձեզ մոտ ֆինանսական առումով կամ խարդախության, այդպես նաեւ կարող եմ ասել։ Միգուցե դուք չեք, բայց զոհ եք դառնում։ Այսքանը ձեզ համար Թող որ մայիս ամիսը ձեզ համար լինի ամենալավ ամիսը, գարնան վերջն է եւ թող լինի ձեզ համար ամենալավը, եթե նկատեցիք, ես ընդամենը 1 քարտ հանեցի, որովհետեւ քարտերը մեկը մյուսից իդեալական էին եւ ձեզ հարկավոր չեղավ հավելյալ քարտեր։ Դա նշանակում է, որ ունենալու եք հիանալի մայիս ամիս։ Այսքանը լավ եղեք։